Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես ուզում եմ հայտարարություն կարդամ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության երկու հայտարարություն ունենք, մեկը վերաբերում է Վալոյձա Գրիգորյանի փառաքարի համայնքապետ մահվան դաժան սպանության առիթով, երկրորդը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Մենք պարտավոր ենք անընդհատ արձագանքել երկրում տեղի ունեցող հանցագործություններին, որպեսզի ուրիշ կուսակցությունների նման տակը չմնանք եւ չասենք, որ հետո մենք գիտենք, ուղղակի ձեն չանենք, Նիկոլի հետ լավ էինք, իբր։ Սկսում եմ հիմա, առաջինը, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության պաշտոնական հայտարարություն։ Փառաքարի համայնքապետ Վալոյձա Գրիգորյանի դաժան սպանությունը եւ նրա ընկերոջ գնդակահարությունը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի իշխանական համակարգը, ներառյալ ՆԳՆ-ն եւ ոստիկանությունը Եվ ԱԱԾ-ն չեն ծառայում հայ ժողովրդի շահերին, սա միանշանակ է։ Արդեն պարզ է դարձել, որ ոստիկանության բաժինները, որոնք պարտավոր էին կանխել հանցագործությունները եւ իրականացնել բացատրական աշխատանք, հասարակության հետ պարզապես գոյություն չունեն։ Այդ կառույցները միայն արձանագրում են կատարվածը, բայց երբեք չեն կանխում։ Միևնույն ժամանակ մենք տեսել ենք, որ խաղաղ ցույցերի, բռնաճնշման եւ ապօրինի ձերբակալությունների գործում այդ նույն կառույցները երբեք չեն ձախողվել։ Երբ ժողովուրդը պահանջել է արդարություն, ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն գործել են անմիջապես կոշտորեն։ Բայց երբ խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների կյանքի պաշտպանությանը, նրանք լուռ են ու միշտ թաքնվում են։ Այսօր Հայաստանում հանցագործությունների մակարդակը մեզ դասում է հետամնաց երկրների շարքին։ Սպանությունները դարձել են առօրյա եւ քաղաքացիներին անվստահ, այլևս վստահ չեն, որ իրենց այդ մարդիկ տուն կվերադառնան տանպես, անվստահությունը շատացել է։ Սա է Փաշինյանի գոված ժողովրդավարական բաստիոնը։ Սա է նրա խոստացված 4-րդ հանրապետությունը։ Եթե այո, ապա այդ բաստիոնը փլատակի, իսկ հանրապետությունը անպատժելի եւ բռնության միջավայր։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը հայտարարում է ներքին գործերի նախարարն ու ոստիկանության բարձրաստիճան ղեկավարությունը պետք է անմիջապես հրաժարական տան, քանի որ չեն պաշտպանում ժողովրդի կյանքն ու անվտանգությունը։ ԱԱԾ տնօրենը, որը զբաղված է խաղաղ քաղաքացիների վրա ճնշումներ գործադրելով, բայց աչք է փակում երկրի ներսում կատարվող հանցագործությունների վրա, պետք է հեռանա պաշտոնից։ Մեր ժողովուրդը հարկերով չի պարտավորվել պահել մի համակարգ, որը ծառայում է իշխանության աթոռին, այլ ոչ թե քաղաքացիների անվտանգությունը։ Մենք վճարում ենք հարկեր ոչ թե համայնքապետերի դիակները տանելու, ոչ թե սպանված քաղաքացիների ու անպատժելիության շքերթներ դիտելու համար, այլ ապահովված եւ պաշտպանված լինելու համար։ Հայաստանի ժողովուրդը պահանջում է անվտանգության պատասխանատուները, որոնք ձախողել են իրենց պարտականությունները, թողնեն իրենց պաշտոնները եւ պատասխան տան հասարակության առաջ։ Հարգանքներով Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության վարչություն։ Հաջորդը ուզում ենք անդրադառնալ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը իր Facebook-յան էջում մենք գնահատում ենք ոչ միայն որպես քաղաքական անպատասխանատու եւ վտանգավոր դիրքորոշում, այլ նաեւ որպես փաստացի ցուցմունք Հայաստանի Հանրապետության դեմ։ Նման հայտարարությամբ Փաշինյանը իր իսկ ձեռքով Ադրբեջանին հանձնում է ապագա ռեպրեսիաների իրավական հիմքերը, փաթեթավորված եւ փաստաթղթական ձևով ընդունելով պարտություն եւ Հայաստանի մեղավորությունը։ Հասկանում եք, չէ՞, սա ինչ է անում։ Սա հանդիսանում է Ադրբեջանի ամենամեծ դիվանագիտական հաղթանակը, որին սպասում են Բաքվում, երկար են չնայած սպասել սրան, առանց գնդակարծակելու եւ ցուցաբերում է կառավարության քաղաքական անպատասխանատվության ու ազգերի շահերը հաշվի չառնելու խորաստիճան բացթողում։ Այս անփույթությունն անմիջապես սպառնում է Հայաստանի պետականության նույն կերպ, ինչպես նախկինում տեղի ունեցող Սիլեզիայի եւ Լոթարինգիայի դեպքերում, երբ պարտված կողմերի տարածքներում օտար զորքեր էին մտցվում։ Փաշինյանի հայտարարությունը, որը փաստացի ձևակերպում է պարտության ընդունումը, կարող է ծառայել որպես միջազգային հիմք օտար բանակների մուտքի համար մեր երկրում, ինչը արդեն ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգության համար։ Մենք շեշտում ենք,
որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն տրամաբանությամբ է գործել տարիներ առաջ, մանիպուլյացիաների և կեղծ խաղաղության օրակարգի անվան տակ, նախապատրաստվելով հողն այսօրվա պարտության համար։ Այս պատմական օրինակը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարների անհարկի համաձայնությունները և դատարկ ձևակերպումները կարող են երկարաժամկետ վնաս հասցնել երկրի իշխանությանը։ Եթե Փաշինյանը շարունակում է արդարացնել Ալմաթիի հռչակագրով պայմանավորված դիրքորոշմանը, ապա մենք ուղղակիորեն հարց ենք տալիս. Ալմաթիի հռչակագիրը չի ներառել հանրապետությունների սահմանները, քարտեզները կամ տարածքները քառակուսի կիլոմետրերով։ Սա միանգամայն քաղաքական և կազմակերպչական փաստաթուղթ է, որը նախատեսված է նոր պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու սկզբունքի համար և չի տրամադրում միանշանակ իրավական կարգավորում, ռազմական կամ տարածքային որևէ հարցերում։ Թող Փաշինյանը հրապարակավ պատասխան տա, ինչ իրավական հիմքերով են մեր զինվորները, այդ թվում նաև ՀՀ բանակի շարքերում ծառայած նրա որդին, հայտնվել Արցախի տարածքում, և արդյոք նա պատրաստ է իր որդուն էքստրադիցիայի ենթարկել դեպի Ադրբեջան որպես վարձկան։ Եթե Փաշինյանը հայտարարություններում կամ հրապարակային դիրքորոշումներով մատնանշում է կոնկրետ մարդկանց կամ խմբերի, այսպես կոչված վարձկաններ, որպես հանցավոր ենթակա անձինք, մենք պահանջում ենք այդ պնդումների առնչությամբ անմիջապես սկսվի անկախ և օրենքով նախատեսված քննություն, որտեղ պետք է բացահայտվեն վարչապետի հակահայկական դիրքորոշումը, որոնք հակասում են ՀՀ անկախության հռչակագրին և սահմանադրությանը, միաժամանակ գնահատվեն դրանց իրավական և քաղաքական հետևանքները։ Եվ ուր է ՀՀ-ի սահմանադրության պաշտպանը, այսպես կոչված ՀՀ նախագահը, ուր է նախագահը, որտեղ ձեն չես անում։ Նման հետաքննությունը պետք է իրականացվի օրինական ընթացակարգով, ոչ որպես հրապարակային դատարան, այլ որպես փաստացի և իրավական պատասխանատվություն հաստատող պրոցես։ Մենք հայտարարում ենք Փաշինյանի քայլերը ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի Հանրապետության կործանման ծրագրի մի մաս են։ Նա պարտավոր է հստակ պատասխան տալ, պատրաստվում է արդյոք բանավեճի, թե հերթական անգամ թաքնվելու է սոցիալական ցանցերում խեղաթյուրելով իրականությունը և խլելով հանրության իրավասու դատողությունը։ Հարգանքներով, Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչություն։ Խնդրեմ հարգելի հետևորդներ, սա մեր պաշտոնական կարծիքն է Հայաստանի Հանրապետության վերջին օրվա դեպքերի մասին։ Ստեսություն ձեզ։